Այդ պորտկումը կարող է լինի նոր հոկտեմբերի 27, այդ պորտկումը կարող է լինի նոր Կինադարմանյան դաշնակցության բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել ու հարցազրույցում ասել է, որ հոկտեմբերի 27-ի ակտը դա պորտկում էր, ինչը կարող է կրկնվել, տրամադրություններ կան նման եւ այդ ակտը կարող է կրկնվել, ասում է հետևանքները կարող են շատ վատ լինել, բայց կոնկրետ բուն ակտը, սրբության սրբոցը։ Նախ ինչպես կմեկնաբանեք նման հայտարարությունները։ Ես կարծում եմ Հրանտ Մարգարյանը անհապաղ պետք է դիմի բժշկի։ Եվ ընդհանրապես դաշնակցությունը իր ստեղծման նորից փորձել է ժողովրդի վզին փաթաթել պատրանքներ, ինքը ապրել է պատրանքները ու այդ պատրանքները միշտ ավարտվել են արյունահեղությամբ, սկսած ցեղասպանությունից։ Հրանտ Մարգարյանի այդ հայտարարությունը մեկնաբանելու դույզնի ցանկություն չունեմ, որովհետև անհեթեթությունը հնարավոր չէ մեկնաբանել։ Եթե պարոնին թվում է, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, եթե այդպես է թվում, ուրեմն ինքը ընդհանրապես Հայաստանից, Հայաստանի Հանրապետությունից, քաղաքականությունից, հնարավոր որևէ ությունից, որևէ իրականությունից ոչինչ չի հասկացել, չի հասկանում եւ հույս էլ չկա, որ երբևէ կհասկանա։ Իսկ այն ինչ անվանվում է սրբություն սրբոց, գիտեք, Կառափնատեղին սրբության սրբոց անվանող կուսակցությունը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գոյության իրավունք չունի։ Եվ ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները հենց այդ հարցազրույցը պետք է հիմք ընդունեն Հրանտ Մարգարյանի եւ կոնկրետ այդ կուսակցության նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, որովհետեւ գործնականում դա անհնազանդության կոչ է, ոնց ուզում եք վերցրեք։ Այլ մեկնաբանություն տալ նման ցնդաբանությանը, ես կարծում եմ, որ պետք չէ, որովհետև արդեն հերիք է։ Տարբեր դաշնակցականներ պարբերաբար անում են հայտարարություններ, որոնց համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում։ Ես կարծում եմ, սա արդեն իշխանությունների գործն է։ Տիկին Ադամյան, վերջին տարիներին մենք շատ ենք նման հայտարարություններ լսում, երբ որ իշխանությունը քննադատում են, դա կարծես մոդայիկ է դարձել նաև, որ հիշեք այս երկրում հոկտեմբերի 27-ը եղել, սա պարզապես սպառնալիք է, թե իրապես այդ վտանգը կարող է լինել, թե փորձում են վախեցնել, որ տեսեք, մի անգամ եղել է, նորից կարող է լինել։ Սա դաշնակցության պայծառ երազանքն է, մահկամազատություն։ Ասում եմ, սա դաշնակցության պայծառ երազանքն է իշխանափոխության հասնելու համար։ 99-ին չհաջողվեց այնուամենայնիվ, որ իրենք գան իշխանության։ 99-ին հաջողվեց այն, ինչ ծրագրել էր Ռուսաստանը, ինչ ծրագրել էր կոնկրետ Կրեմլը։ Ինչ հետևեց 99-ի հոկտեմբերի 27-ին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լիակատար ոչնչացում։ Հիմա մեզ վախեցնում են։ Սա հիբրիդային պատերազմի մի մաս է։ Գիտեք, հիմա այնքան շատ է հիբրիդային պատերազմի արտահայտությունը օգտագործվում։ Ոմանք գուցե այդ արտահայտությունն արդեն լուրջ չեն ընդունում, բայց հիբրիդային պատերազմը այն փափուկ ուժն է համարվում, որով դու հասնում ես նույն այն միջոցներին, նույն այն նպատակին, որով հասնելու իր պատերազմով, տնտեսական պատժամիջոցներով, դա է հիբրիդային պատերազմի առանձնահատկությունը, դու նյութական ոչինչ չես ծախսում, բայց ունենում ես քո ակնկալված արդյունքը։ Հենց դա էլ բացատրում է, թե ինչու Մոսկվան ու Կրեմլի բոլոր վկաները եւ առաջին հերթին հայ-հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին պարբերաբար ահուսարսափի մեջ են փորձում պահել։ Պատերազմ կլինի, պատերազմ կլինի, պատերազմ կլինի շաբաթվա բոլոր օրերին իրենց հայտարարությունները անելուց հետո արդեն երբ տեսնում են, որ չէ, ոնց որ ժողովուրդը այդքան չի հավատում, որ ասենք երեքշաբթի ժամը 3-ին պատերազմը է սկսվելու, լավ չէ, չորեքշաբթի ժամը 4-ին, հիմա էլ անցել են հոկտեմբերի 27-ով վախեցնելուն։ Տիկին Ադամյան, այնուամենայնիվ, ինչու են մեզ վախեցնում, թե Ռուսաստանը, թե նույն հայ-հեղափոխական դաշնակցությունը, ինչն իրենց սրտովը չի, ինչն այնպես չի անում օրվա իշխանությունը կամ անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար հողում են անում հոկտեմբերի 27-ին։ Այս վախեցնելու պատճառներն են մեզ հասնում։ Ես կարծում եմ մի քիչ հարցը այլ տեսակետից պետք է ձևակերպվի եւ ես ամենայն դեպս կփորձեմ այլ տեսակետից պատասխանել։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր խնդիրները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ունի այդ խնդիրները լուծելու իր տարբերակները եւ դրանք բացարձակապես չեն բխում
Ռուսաստանի Դաշնության այն պատկերացումներից, ըստ որոնց պետք է Հայաստանի Հանրապետությունը շարժվի։ Գիտեք, այստեղ Նիկոլ Փաշինյանի անձը կարևոր չի։ Այստեղ ով էլ լիներ վարչապետ կամ ով էլ լիներ իշխանություն, եթե վարեր նույն քաղաքականությունը, ստանալու էր նույն պատասխանը։ Մենք հստակ ունենք մի պետություն, որը փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը, հստակ։ Ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչ է կատարվում Վրաստանում, ինչ է կատարվում Մոլդովայում։ Մենք շատ քիչ ենք այդ մասին խոսում, բայց ինչ է կատարվում Ասիայում, ասիական պետություններում, Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում։ Մենք եթե փորձենք դիտել ամբողջ շրջանակը, ստանալու ենք պատկեր։ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր պետություններում դրել է կոնֆլիկտներ, բոլոր պետություններում։ Այդ կոնֆլիկտները անընդհատ մարելու, փրկիչ ակնկալելու տարբերակ ունեն, չէ՞։ Եթե ինչ որտեղ երկու հարևան սկսում են տարածքային վեճ ունենալ եւ այլն, հայտնվում է Ռուսաստանը եւ բաժանում է բոլորին։ Կարծում եմ այդ կյանքի անցած 30-ամյակում այդ բոլորս ականատես եղել ենք։ Բայց դա երևացող մասն է։ Գիտեք, այդ բոլոր իմ թվարկած պետություններում եւ նաեւ չթվարկած պետություններում տնտեսական մենաշնորհը դեռ պատկանում է Ռուսաստանին։ Մենք շատ հաճախ խոսում ենք, ամենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը չափազանց շատ խոսում է եւ դեռելի խոսելու է Հայաստանի Հանրապետությունում ռուսական մենաշնորհի մասին, տնտեսությունում ռուսական մենաշնորհի մասին, բայց նույն պատկերն է նաեւ մյուս պետություններում։ Ռուսաստանը փորձում է անկախության, ինքնիշխանության որևէ դրսևորում խեղդել տնտեսության միջոցով, տնտեսական պատժամիջոցների միջոցով։ Սա է Ռուսաստանի քաղաքականությունը եւ այստեղ որևէ կապ չունի թե ինչ քաղաքականություն կվարի կոնկրետ անձը, այստեղ կապ ունի թե ինչ քաղաքականություն է վարում իշխանությունը։ Եթե իշխանությունը համաձայնում է մնալ լինել Ռուսաստանի վասալը, կոնկրետ ունենք Բելարուսի օրինակը, Բելարուսի հետ Ռուսաստանը խնդիրներ չունի։ Թեպետ գուցե Բացկան անձամբ խնդիրներ ունենա, որովհետեւ եթե Բացկան փորձի դիմադրել, անկախ կպարզվի, որ նա գնալու է թոշակի ի վերջո։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Մյուս հանրապետությունները եւս ունեն խնդիրներ։ Բոլոր այն պարագաներում, երբ փորձում են ինքնուրույն տնտեսավարում, Ռուսաստանը ներկայացնում է իր պահանջները։ Սա է ամբողջ քաղաքականությունը։ Հիմա մենք պիտի ընտրություն անենք։ Մենք շարունակում ենք մնալ Ռուսաստանի տնտեսական այնպիսի մի ծայրամաս, որտեղ Ռուսաստանը նույնիսկ չի բարեհաճում ներդրումներ անել, որտեղ Ռուսաստանը ոչ միայն զարգացման շանս չի տալիս, այլև կասեցնում է այդ տարածքներում որևէ զարգացում։ Փորձում է հնարավորինս կասեցնել այդ տարածքներում արտասահմանյան ներդրումները։ Վերցնենք կոնկրետ էներգետիկան, որը տնտեսության հիմքն է, էներգետիկ անվտանգության խնդիրը։ Ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը։ Գազը մի կողմ, ատոմակայանը մի կողմ։ Արդյոք մեզ համար շատ ավելի հարմար, շատ ավելի ձեռնտու, վերջին հաշվով շատ ավելի էժան չէր լինի հարևան Իրանից գազ բերել։ Դեռ անկախացումից անմիջապես հետո։ Բայց մենք չգիտես ինչի որոշեցինք, որ Իրանի գազը մեզ ձեռնտու չի, Իրանը մեզ, չգիտեմ, գազ կտա, չի տա, փակեցինք թեման ու որոշեցինք, որ պիտի գազ գնենք Գազպրոմից։ Հաշվի առեք ինչ տարածություն է անցնում այդ գազատարը, որպեսզի հասնի Հայաստան։ Տնտեսապես ո՞րն է շահավետ, այստեղ նույնիսկ տնտեսագետ պետք չի լինել այդ հարցին պատասխանելու համար, բայց սա Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունն է, սա Ռուսաստանի իրենից կախման մեջ դնելու քաղաքականությունն է։ Դրան ինչպես պիտի հակակշռենք, ինչով պիտի հակակշռենք։ Տնտեսության դիվերսիֆիկացումով։ Տնտեսության դիվերսիֆիկացումով։ Օրինակ, ինչքան ժամանակ է խոսվում, որ մենք պետք է ունենանք երկրորդ ΑΕΚ։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանը էլի ակտիվացել էր, մնացել էր մեծամոր, առաջարկում էր ինչ ուզեք կկառուցենք, մեծ ատոմակայան, մոդուլային ատոմակայան, որտեղ ուզեք, մեծամորում կկառուցենք, չգիտեմ, ձեր տան բակում կկառուցենք, բայց մենք կկառուցենք։ Լսեք, Ռուսաստանը չի կարողանում ավարտել նույնիսկ Թուրքիայում Ակկոյի ատոմակայանը, որովհետև այդ ատոմակայանում պետք է լինեն ֆրանսիական
որոշակի սարքավորումներ, իսկ Ֆրանսիան այդ սարքավորումները չի տալիս։ Որևէ մեկի համար դա գաղտնիք չի։ Բայց Ռուսաստանը շարունակում է խոստանալ, որ Թուրքիայում էլ ատոմակայան կկառուցի, Ադրբեջանում էլ ատոմակայան կկառուցի, չգիտեմ արդեն որտեղ ատոմակայան կկառուցի, ինչու։ Գործնականում իրական հողի վրա այդ ատոմակայանները այս պայմաններում աշխարհաքաղաքական ստեղծված միջավայրում Ռուսաստանը երբևէ չի կարող կառուցել, որովհետև ինքնուրույն այդ բոլոր տեխնոլոգիաները չունի։ Ինքնուրույն օգտագործում է արտասահմանից գնվող տեխնոլոգիաներ, որոնք հիմա իրեն չեն վաճառվում։ Հիմա որքանով է Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականությունը այս պարագայում Հայաստանի Հանրապետության շահերից բխում։ Արդյոք մենք վաղուց անտիպետ չի, որ պայմանագիր կնքած լինեինք, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետությունում նոր մոդուլային այլ կառուցելու, որպեսզի Կոպիրկինը եւ Կոպիրկինները, որոնք գտնվում են Մոսկվայում, Կրեմլում, այլևս այդ թեմայով խոսակցությունը փակված համարեին, որպեսզի դադարեր ճնշումը մեզ վրա։ Իհարկե, այստեղ կարող է լինել առարկություն, որ այդ պարագայում ճնշումը ոչ թե կդադարեր, այլ ճնշումը ավելի կմեծանար։ Այդպես չի, որովհետև եթե դու մերժում ես մեկին հստակ, կոնկրետ ծրագիր ես ներկայացնում, մյուս կողմը սկսում է քեզ պաշտպանել։ Մյուս կողմը, որտեղ այստեղ ներդրումներ է անում, գալիս է իր ներդրումների հետևից եւ ապահովում է իր ներդրումների հետևից գալով ապահովում է նաեւ քո անվտանգությունը։ Մենք անverջ, գիտեք, խաղը դնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ավելի չվատացնելու եւ այլնի վրա։ Դա փուչ խաղ է։ Իրականում այդ խաղը ոնց բացատրեմ, կախված չի մեզնից, որովհետև Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանի Հանրապետության շահերի հետ չեն համընկնում։ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում համընկնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ։ Այսօր Մարիա Զախարովան փայլուն թուրք-ռուսական հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 105-ամյակի արդիվ այնպեսի մի կենաց է ասել, որ կարդալուց հետո ընդհանրապես ես կարծում եմ պետք է դադարել մտածել Ռուսաստանի հետ որևէ ինչ-որ հույս կապելու, հետագայում հարաբերությունների փոփոխման հույս կապելու համար։ Ունեն շահերի դարավոր համընկնում, որից մենք միշտ տուժել ենք, որից միշտ շագրենի կաշվի պես Հայաստանը կորցրել է տարածքներ։ Հիմա պիտի գնանք այդ ուղղությամբ։ Բայց մյուս կողմից էլ ասում են, տեսեք, մի հատ շատ հետաքրքիր խոսույթ կա, որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, նույն տնտեսության դիվերսիֆիկացիայի իմաստով, երբ որ օրվա իշխանությունը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, նաև այդ սահմանի բացման եւ որ դա կարող է ստեղծել որոշ տնտեսական աշխուժություն Հայաստանի համար, այստեղ նույն քաղաքական որոշ ուժեր դիրքավորվում են այնպես, որ Թուրքիան մեծ թշնամի է, ցեղասպանությունը, ուրանում եք ցեղասպանությունը, դա մեր շահերից չի բխում։ Հիմա այդ տնտեսության դիվերսիֆիկացիա նաև այս տարածաշրջանի այս պայմանների իմաստով ինչպես պիտի կազմակերպենք։ Ի վերջո պիտի Թուրքիայի հետ սահմանները բացվի, թե չպիտի։ Պիտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ունենանք եւ այդ ենթակառուցվածքները բացվեն եւ գործեն, թե չպիտի։ Քաղաքական այդ ուժերին իսկ ցանկանայի հարցնել գտեք 10 տարբերություն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Այդ ոնց է, եթե ռուսը չլինի թուրքը մեզ ուտում, եթե ռուսն ու թուրքը ըստ էության նույն մարդն են, քաղաքականության մեջ նույն կերպարն են, նույն դերն ունեն, նույն նպատակն ունեն, նույն նպատակներին են փորձում հասնել։ Իսկ ինչ տարբերություն ռուսի եւ թուրքի միջեւ։ Ես բացասելով բացասում եմ այն մտայնությունը, որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։ Բացարձակապես։ Դեռ ռուսները ընդհանրապես որևէ ցանկություն չեն ունենալու, եթե հանկարծ Թուրքիայի շահերից դա բացարձակապես չի բխում, բայց եթե հանկարծ Թուրքիան փորձի ինչ-որ ոտնձգություն անել Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, ռուսները հերթական անգամ էս պատասխանելու են, բայց մենք չգիտենք որտեղով են անցնում ձեր սահմանները։ Մենք այդ պատասխանը արդեն ստացել ենք։ Ես կարծում եմ, որ այդ պատասխանը ստանալուց հետո մենք այլևս մտածելու բան չունենք։ Մի պետություն, որ չի ճանաչում քո սահմանները, ինչպես կարող է մտադրվել անգամ այդ սահմանները պաշտպանել։ Հիշում եք Լավրովի հայտարարությունները։ Մենք պատրաստվում էինք դիտորդներ ուղարկել Հայաստան։ Մինչև դուք պատրաստվեիք, մինչև դուք դիտորդներ ուղարկեիք Հայաստան, Հայաստանի կեսը չէր մնա այդ տրամաբանության մեջ։
Եթե Հայաստանի Հանրապետության ազգային բանակը չպաշտպաներ Հայաստանի Հանրապետության սահմանները։ Իդեպ այն հանգամանքը, որ ջերմուկից այդքան տարածք, ջերմուկի Վայոց ձորում մենք այդքան տարածք կորցրեցինք, ճակերտներում մենք շնորհակալ պետք է լինենք Ռուսաստանին։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանի Դաշնության քաղաքականություններ մի կրակեք, նրանք դուրս են գալու։ Մի կրակեք, դուրս են գալու։ Չկրակեցինք, դուրս եկան։ Երկը դուրս չեկան։ Եթե չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե չլիներ Բլինկենի զանգը, դուք կարծում եք նրանք կանգնելու էին այնտեղ, որտեղ կանգնած են հիմա։ Հիմա ինչ խնդիր կա, որ ռուսը մեզ պաշտպանելու է Թուրքից։ Ռուսը մեզ չի կարող Թուրքից պաշտպանել, որտեղ ռուսը այս պարագայում նույն Թուրքի դերում է։ Նույն Թուրքի դերում է իր շահերի համընկնումով։ Գուցե այս պարագայում Թուրքիան ավելի շատ առաջադեմ է նույն այդ ռուսից, որովհետև Թուրքիայի շահերից հիմա չի բխում Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել։ Որքան էլ հայտարարություններ հնչեն Մեղրիի Միջանցկի եւ այլնի մասին։ Թուրքիայի շահերից հիմա բխում է իր տնտեսությունը փրկելու համար գործակցել հնարավորինս Արևմուտքի հետ։ Իսկ Արևմուտքը ամենայն դեպս իդեմս Դոնալդ Տրամփի, որը խաղաղության կարգախոսներով աշխարհում խաղաղություն հաստատելու պատերազմներ դադարեցնելու կարգախոսով է եկել իշխանության։ Նոր պատերազմ հրահրելը չի ընկալի։ Պարզապես չի ընկալի եւ թույլ չի տա։ Եվ վերջին հաշվով, եկեք բաց աչքերով նայենք իրականությանը։ Առ այն, որ 2020-ից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեծ պատերազմ, ես ագրեսիաները նկատի չունեմ, մեծ պատերազմ չի սկսվել, մենք պիտի շնորհակալություն հայտնենք Կրեմլին։ Կա նման ցնդաբանություն։ Եթե նման տեսակետ կա, իսկապես քաղաքական կոռեկտությունից դուրս գալով ես այդ նման տեսակետը կարող եմ անվանել ցնդաբանություն, որովհետև մի երկիր, որը քո սահմանները չի ճանաչում, քեզ երբևէ չի պաշտպանի։ Փաստերը կան, փաստերը կորցված Արցախն է, փաստերը Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակումներն են։ Հարձակումները այն պարագայում, երբ ռուսները լքում էին դիրքերը, եւ այդ դիրքերում հայտնվում էին ադրբեջանցիները, եթե մեզ այդպես են պաշտպանելու, կներեք գնացեք պաշտպանեք Ադրբեջանին։ Մենք այլևս տարածքներ չունենք։ Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության թիվ 1 երաշխավոր մենք ունենք Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, եւ առ այսօր, եթե Հայաստանի դեմ պատերազմ, ես չեմ ասում ագրեսիա, պատերազմ չի նախաձեռնվել, մենք շնորհակալություն պիտի հայտնենք Եվրամիությանը, իր եվրադիտորդների Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայմանը եւ գլոբալ առումով Արևմուտքին։ Նրանք են կանխել, նրանք են կանխում եւ նրանք են հետ այսու կանխելու պատերազմը, որը Ռուսաստանը անverջ փորձում է հրահրել փոքրիկ մեծ կրակոցների ագրեսիաների տեսքով։ Սա է ճշմարտությունը, եթե այստեղ դուք կամ որևէ մեկը կարող է հայտնագործել այնպիսի մի իրողություն, որ ռուսը չռնի, թուրքը մեզ կուտի, ես կարծում եմ, որ ավելի լավ է ռուսն ու թուրքը իրար ուտեն։ Տիկին Ադամյան, թեև դուք հետաքրքիր ճշմարտություն նշեցիք, բայց չեմ կարող չմեջբերել երկրորդ նախագահյանի հայտարարությունը, որ ախր Ռուսաստանից ինչ եք սպասում, մենք ենք մեջքով թեքվել, մենք ենք հարվածել առաջինը Ռուսաստանին, իր թշնամու հետ փորձել ենք գործակցել։ Այս տեսակետը ապրելու իրավունք ունի, որ մենք Ռուսաստանին դավաճանում ենք եւ Ռուսաստանը մեզ համարժեք պատասխան է տվել։ Այդ տեսակետը ապրելու իրավունք ունի բոլոր նրանց ուղեղներում, որոնք կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն ստեղծված է Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։ Դե ֆակտո հոկտեմբերի 27-ից հետո մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Եվ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին չի եղել որևէ հարց, որին Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին ասեր ոչ։ Այդպես Ռուսաստանի սեփականությունն է դարձել Հայաստանի Հանրապետության գույքը։ Այդպես Ռուսաստանի սեփականությունն են դարձել Հայաստանի Հանրապետության հեծերը։ Այդպես Ռուսաստանի սեփականությունն դարձել Հայաստանի Հանրապետության ընդերքը։ Երկաթուղին, այսինքն այն ամենը, որը Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններ էին Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, երբ դուք անverջ ինչ-որ բան եք ուզում եւ ձեզ որևէ մեկը ոչ չի ասում, դուք նրա հետ հակադրվելու պատճառ չունեք։ Այդ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի մտապատրանքում կա,
Բայց երբ հայտնվում է մեկը, որ Ռուսաստանին ասում է ոչ, այստեղ սկսվում է Ռոբերտ Քոչարյանի տառապանքները։ Այստեղ սկսվում է Ռոբերտ Քոչարյանի աշխարհը չհասկանալը։ Այստեղ Ռոբերտ Քոչարյանի ուղեղում ստացվում է պատկեր, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի, ինչպես նշեցիք, թիկունք է դարձրել, որ գուցե թե Հայաստանի Հանրապետությունը դավաճանել է Ռուսաստանին։ Այո, ինչու ոչ, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես դավաճանել է Հայաստանին, նաև հայերին, շահերին, որովհետև Ռոբերտ Քոչարյանի մտապատրանքում հայերը, նաև հայերը, միջին վիճակագրական հայը պետք է ռուսաստրուկ լինի։ Այն նա պիտի գնա ու Ռուսաստանի տարածքում աշխատի։ Իբրև էժան բանվորական ուժ, կապ չունի ինչ պայմաններում, ինչպես ոնց, աշխատի ու գումար ուղարկի այստեղ, որ մնացած հայերը ապրեն, որովհետև մնացած հայերը այստեղ արդյունաբերություն ունենալու իրավունք չունեն, որովհետև մնացած հայերը այստեղ պիտի կատարեն Ռուսաստանի ֆորպոստը լինելու սակրալ պարտականությունը ըստ Ռոբերտ Քոչարյանի աշխարհընկալման։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանի աշխարհընկալումը այդպիսին է, արդյոք մենք Ռոբերտ Քոչարյանի պատանդն ենք։ Մարդ, որ այդպես էլ անգամ հայերեն չսովորեց։ Արդյոք մենք Ռոբերտ Քոչարյանի պատանդն ենք, այն Ռոբերտ Քոչարյանի, որ առաջինը ինքը դավաճանեց իր հայրենիքին։ Եկեք նաև այդ հարցին պատասխանենք, ինչ է արել Հայաստանի Հանրապետության նախագահ, դրանից առաջ Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի համար։ Արդյոք իր խոսքերով խաղաղ է եղել։ Այո, իհարկե խաղաղ է եղել։ Ինչպես կարող է խաղաղ չլիներ, երբ Ռոբերտ Քոչարյանի այսպես լուսապսակը ստատուս քվոն էր, երբ նրան խոստացվել էր ստատուս քվո, բայց Ռոբերտ Քոչարյանը չգիտես ինչու չէր կարողանում բացել իր գեղեցիկ աչքերը եւ տեսնել տգեղ իրականությունը, առայն որ այդ ստատուս քվոն հենց իր իշխանության ժամանակ խախտվում էր, առայն որ այդ ստատուս քվոյի խախտումը հարվածելու էր ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին։ Ինչ էր անում Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Արցախում քանի ձեռնարկություն է բացվել։ Ռոբերտ Քոչարյանը ինչ է արել, որ արցախցիները ոչ թե Արցախից հեռանան լուծվեն Ռուսաստանի տափաստաններն ու Հայաստան, այլ մնան Արցախում։ Որ պատերազմից առաջ Արցախում լիներ ոչ թե 150,000 արցախցի, այլ 450,000, 500,000 արցախցի։ Շատ մեծ հարց է այդ պարագայում Թուրքիան, Ադրբեջանը ու Ռուսաստանը 500,000 արցախցու վրա հարձակվելու պլան կմշակեին, անգամ Պակիստանի եւ մոջահեդների աջակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն է դատարկել Արցախը, ինչու այդ հարցին որևէ մեկը իր կողմից չի պատասխանում։ Ինչ է արել Արցախի տնտեսություն զարգացնելու համար, ազատագրված տարածքներ վերաբնակեցնելու համար, ինչ է արել կոնկրետ, փաստերով։ Քանի արդյունաբերական ձեռնարկություն է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բացվել Արցախում։ Քանի աշխատատեղ, կոնկրետ քանի աշխատատեղ։ Ինչքան է հզորացվել Արցախի բանակը։ Փոխարենը մենք տեսնում ենք Եռաբլուրի եռապատկում։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը մեղք չունի այդտեղ։ Իր ասելով ոչ, Նիկոլ Փաշինյանը։ Դե իհարկե Ռոբերտ Քոչարյանը եղել է հաղթանակի նախագահ։ Շատ կներեք։ Ում էր հաղթում, ինչպես էր հաղթում Ռոբերտ Քոչարյանը։ Մահապարտներին կոչ էր հղում, թե մեղրին էր վաճառում։ Եթե Վազգեն Սարգսյանի գործոնը հանենք, չնայած դա բացառվում է, անհնար է։ Ով էր եւ ում էր ներկայացնում, ինչ էր, քանի գրոշարժ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես։ Այդ հաղթական բանակի, չգիտեմ, խրամատներում վազվզող Խամազգեստում խրամատներով վազվզող Ռոբերտ Քոչարյանը։ Մի աղավաղեք էլի պատմությունը։ Պատմությունը, գիտեք, միակ երևի թե իրողությունն է, որ որքան էլ փոփոխես, հարմարացնես, ձևակերպես, վերաձևակերպես քո այսօրվա շահերից բումերանգի պես հարվածելու է քեզ, որտեղ պատմությունը հնարավոր չի փոխել։ Պատմությունը հնարավոր չի փոխել։ Վազգեն Սարգսյանի գործոնը մեր հաղթանակից հնարավոր չի հանել։ Թող Ռոբերտ Քոչարյանը մտածի այդ մասին։
իրեն հաղթանակի, չգիտեմ, նախագահ երևակայելուց առաջ ու հետո։ Ռոբերտ Քոչարյանը թող մտածի այդ հարցերի մասին, իսկ ինչ մտածելու առիթ կամ ինչ մտածելու հարցեր ունենք մենք, օրվա իշխանությունը եւ ինչ պիտի անենք, որ այդ ինչպես դուք նշեցիք, ինքնիշխանությունը ամրապնդելու ճանապարհին պիտի շարունակենք Ռուսաստանին կամ ցանկացած պետության, որի շահերը մեր հետ չի համընկնում, ասել ոչ, որ պետություններին պիտի ասենք ոչ եւ որտեղ է մեր շահը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ելնելով իր ազգային շահից որևէ պետություն ոչ չպետք է ասի։ Որևէ պետություն։ Մենք բոլոր պետությունների հետ պետք է բարենք հավասարաչափ, բարի դերացիական քաղաքականություն արձագանքելով այնտեղից մեզ եկած եւ մարտահրավերներին եւ առաջարկներին, բայց ելնելով մեր շահերից, ելնելով մեր դիմադրունակության մեծացման խնդրից, մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք, խորացնենք այն երկրների հետ, որոնք մեր իրական դաշնակիցներն են։ Մասնավորապես Ռուսաստանի առնչությամբ ես վաղուց արդեն առաջարկել եմ իրավապայմանագրային բազայի վերանայում անկախությունից հետո։ Այսինքն մենք դնում ենք եւ Ռուսաստանի Դաշնության հետ կնքված բոլոր համաձայնագրերը վերանայում ենք։ Այդ համաձայնագրերը համապատասխանեցնում ենք ստեղծված պայմաններին եւ կնքում ենք նոր մեծ համաձայնագիր։ Եվ դա կարող է լինել Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների հետ նոր փուլ, նոր մակարդակ, նոր իրավիճակ։ Սա Ռուսաստանի առնչությամբ։ Ինչ վերաբերում է մնացած աշխարհին։ Տեսեք, մենք ունենք արևմուտք եւ մենք ունենք արաբական աշխարհ, եւ մենք հավասար հնարավորություն ունենք զարգացնել մեր հարաբերությունները այն երկրների հետ, որոնք շահերի համընկնում ունեն մեզ հետ։ Բայց մենք անվերջ նայում ենք Ռուսաստանին, մենք դուրս չենք գալիս հապկից, որ ՆԱՏՕ-ի հետ կարողանանք հարաբերություններ խորացնել, որ կարողանանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմաքաղաքական դաշինքներ կնքել եւ զենք բերել եւ ՆԱՏՕ-ի ռազմարվեստին համապատասխանեցնել մեր բանակը։ Մենք անընդհատ նայում ենք Ռուսաստանին եւ Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետությունում ունեցած մոնոպոլիաները վերացնելու դույզնիչ փորձ չենք ձեռնարկում, մասնավորապես երկաթուղին, մասնավորապես էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես ԵԱՏՄ-ում մեր ունեցած հարաբերությունները, գիտեք, այդպես հնարավոր չի, որ դու հայտարարում ես օրենք ես ընդունում դեպի Եվրամիություն գնալու գործընթաց սկսելու մասին եւ բոլոր ոտքերով խրված ես մնում ԵԱՏՄ-ում։ Գործընթաց սկսելը պետք է փոխի քո տնտեսության կառուցվածքը։ Պետք է դու սկսես քո տնտեսությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին։ Ոչ թե անվերջ բողոքես, որտեղ գիտեք մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, կապեր հնարավոր չի, մեր ապրանքները մրցունակ չեն, ընդհանրապես ստանդարտները հակասում են իրար, Եվրամիությունում մի ստանդարտներ են, Եվրասիական տարածքում մեկ այլ ստանդարտներ են։ Խնդիրը պետք է լինի ոչ թե այդ ստանդարտների համապատասխանեցում իրար եւ այլն, այլ Հայաստանի Հանրապետության համար նոր ստանդարտներ մշակելը, որոնք համապատասխանում են Եվրամիության ստանդարտներին։ Մենք աստիճանաբար պետք է եվրասիականության ճահճից, որտեղ զարգացման որևէ հնարավորություն չկա, որտեղ չկան ֆինանսներ, որտեղ չկան տեխնոլոգիաներ, որի տարածքում պատերազմ է։ Այդ ճահճից պիտի դուրս գանք եւ մեզ համար հեռանկար ապահովենք։ Դա է ամբողջ խնդիրը։